Թրամփին շատ է զայրացրել Պուտինի հայտարարությունը, թե Ուկրաինային դրսից կառավարվող անցումային իշխանություն է հարկավոր։ Նման սցենարի դեպքում ստիպված կլինեն նորից բանակցել նոր իշխանությունների հետ եւ դեռ երկար ժամանակ գործարք հնարավոր չի լինի կնքել։ Եթե Ռուսաստանը եւ ես չկարողանանք Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ գործարք կնքել եւ եթե ինձ մոտ կարծիք ձևավորվի, որ դա Ռուսաստանի մեղքն է, ինչը գուցե այդպես չէ։ Ես երկրորդային մաքսատուրքեր կսահմանեմ Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի վրա, ասել է նա։ Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքից։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ այդ դեպքում Զելենսկին մեծ խնդիրներ կունենա։ ԱՄՆ-ն շատ կոշտ պատասխանի կարժանանա, եթե փորձի Իրանի ներսում խռովություն հրահրել։ Թեհրանում այաթոլլահ Ալի Խամենեին է հայտարարել. Սա արձագանքն էր Թրամփի վերջին հայտարարություններին, որտեղ նա սպառնացել էր Իրանին աննախադեպ ռմբակոծությունների ենթարկել, եթե Թեհրանը խուսափի միջուկային գործարք կնքելուց։ Ֆրանսիական ծայրահեղ աճ ազգային հանրահավաք կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, ինչպես նաև ենթարկվել 100,000 եվրո տուգանքի։ Նա մեղադրվում է Եվրոպարլամենտից 2.9 միլիոն եվրոյի չափով հափշտակման մեջ։ Դատարանը նրան արգելել է նաև մասնակցել առաջիկա 5 տարվա ընտրություններին։